Բարոս ելիքորեր եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք փոքր հավելում ունենանք եւ այդ հավելման մեջ երևի կամբողջացնենք ավելի այն հարցի պատասխանը, որ նախորդ զանազանության մեջ բարձրացրեցինք։ Տեսեք, կա սխալ ձևավորված ավանդույթ քրիստոնյաների կյանքում, երբ որ ինչ-որ մի անախորժության պատճառով ունենալով մեղքի հանդիմանություն կամ խղճմտանքի դատապարտություն, իրենց զրկում են հաղորդության սեղանից։ Անցյալ ձեռնարկության մեջ մենք շեշտեցինք, որ հաղորդությունը հենց հանդիսանում այն կարևոր պատճառը, երբ որ մենք հիշում ենք Քրիստոսի կատարած զոհաբերությունը եւ քավությունը մեր մեղքի համար, հանդիսանում այն պատճառը, որ մեզ մղում է խոստովանելու։ Այսինքն, եթե մենք հանցանքի զգացում ունենք, ոչ թե պիտի մեզ համարենք անարժան, սխալ ընկալելով ասո խոսքը, ինչպես օրինակ սխալ մեկնաբանելով առաջի Կորինթացիս 11-րդ գլուխը։ Ոչ թե պիտի մեզ համարենք անարժան եւ դատապարտություն հասկանանք մեր հաղորդության մասնակցությունը, այլ ավելի մեզ մղի խոստովանության։ Իսկ եթե մենք մեղք ենք գործել, ուտենք այդ հանցանքի զգացումը, մենք ուղղակի պետք է խոստովանենք առաջերտին եւ Աստծո առաջ, եւ նաեւ նրա առաջ, ում որ մեղանչել ենք, որպեսզի հարաբերությունը շտկվի, եւ մեր հոր առաջ մեր հարաբերությունը, եւ մեր այդ ում հանդեպ որ մեղանչել ենք նրա հետ մեր հարաբերությունը։ Տեսեք, մեղքի հասկացողության մեջ կա երկու այս կոմպոնենտը։ Գոյություն ունի մեղք, երբ որ մենք գործում ենք որևէ մեկի հանդեպ, սակայն այդ մեղքը նաև առաջերտին գործված է Աստծո հանդեպ։ Երբ որ մենք ներողություն ենք խնդրում այդ անձից, ում հանդեպ մեղք գործել ենք, մեր մեղքերը չի ներվում Աստծո առաջ։ Այդ մեր ներողություն խնդրելով այդ անձի հանդեպ, մեր հարաբերությունը այդ անձի հետ շտկվում է։ Միայն այն ժամանակ, երբ որ մենք խոստովանում ենք այդ մեղքը Աստծո առաջ, ճիշտ է, գործել ենք եղբոր առաջ, բայց նաև այդ մեղքը գործված Աստծո առաջ։ Միայն Աստծո առաջ մեր խոստովանվածն է, որ շտկում է հարաբերությունը մեր եւ մեր հոր հետ։ Ինչի եմ ես շեշտում մեր եւ մեր հոր հետ, որովհետեւ կա մեղք, որ մահացու է, եւ կա մեղք, որ մահացու չէ։ Որն է դրա տարբերությունը։ Հենց առաջի Հովանու 5-րդ գլխում առաքյալն այդ մասին խոսում է, մենք ունենք ձեռնագրություն։ Այսինքն մահացու մեղքը այն մեղքն է, որ գործում է այն անձի միջոցով, ով Աստծո հետ հարաբերություն չունի, ով հանդիսանում է դատապարտված կամ բարկության որդի, ում համար Աստված չի հանդիսանում հայր, հանդիսանում է դատավոր, արդար դատավոր։ Իսկ այն անձը, ով վերստին ծնունդ ունի, սակայն process-ի մեջ, այսինքն սրբացման ընթացքի մեջ դեռ մեղք է գործում վարվելով մարդկորեն, ամեն դեպքում այս անձը ունի Աստծո հետ հարաբերություն որպես հարազատ հայր եւ իր մեղքի պատճառով կտրվում է հարաբերությունը ում հանդեպ գործել է տվյալ անձի եւ նաեւ Աստծո հետ որպես հայր։ Դրա համար առաքյալ ասում է նրա համար աղոթեք եւ Աստված նրան կտա, այսինքն այդ վերականգնումը կլինի նրա հոր հետ հարաբերությունը եւ դիմացինի հետ ում որ մեղանչել է։ Այսինքն ամեն դեպքում, երբ որ մենք ուշադիր լինենք, տեսեք, այս մեր խոստովանությունը առավել պիտի հասկանանք, որ կապված է այս Քրիստոսի արդեն մեր մեղքի համար քավություն լինելուց։ Այսինքն Քրիստոսը այդ մեղքի համար նույնպես վճարել է։ Դրա համար մեզ պետք է այդ մեղքը խոստովանենք եւ տանենք Աստծո առաջ, այսինքն մեր հոր առաջ։ Դրա համար տեսեք, մենք կարդում ենք ընդհանուր առմամբ առաջի Հովանու, ես կընթերցեմ 7 համարից առաջի գլխի, տեսեք հաղորդության մասն է, բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա լույսի մեջ է, սա նշանակում է մենք, այսինքն նրա հետ հաղորդակցություն ունենք, այսինքն նրա բնությունը փոխանցված է մեզ, մենք վերստին ծնունդ ունենք։ Բայց եթե լույսի մեջ մանգանք ինչպես նա լույսի մեջ է, հաղորդություն ունենք իր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի անունով մեզ սրբում է ամեն մեղքից։ Այսինքն այն արդեն մի process է, որտեղ մեր մեղքերի համար քավությունը կա։ Դրա համար ինքն ասում է, եթե ասենք թե մեղք չունենք, մեր անձերը խաբում են եւ ճշմարտություն չկա մեզանում։ Ապա եթե մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ եւ արդար է, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից, այն սրբացման ընթացքի հետ է կապված։ Եթե ասենք թե մեղք չգործեցինք, ստախոս ենք ալում նրան եւ նրա խոսքը մեզանում չէ։ Ինչի առաքյալը սա գրում, եկեղեցու մեջ կա կատեգորիա, ով հավատացյալ չի, վերստին ծնված չի, իրեն համարում է հավատացյալ։ Առաքյալն ասում է, եթե ասենք թե մեղք չգործեցինք, ստախոս ենք ալում, այսինքն մենք նույնիսկ վերստին ծնունդ չունենք, մենք չենք հասկանում, այսինքն որ մեր ընդհանուր process-ի մեջ, այսինքն այդ Աստծո հետ հարաբերության մեջ մենք նրա հետ հաղորդակից չենք։ Դրա համար ասում է, եթե ասենք մեղք չգործեցինք, ստախոս ենք անում նրան եւ նրա խոսքը մեզանում չէ։ Իսկ խոսքը մեզանում չէ, նշանակում է այդ խոսքը մեզ չի վերստին ծնունդ տվել եւ այդ խոսքը մեզանում չի սրբացնում, սրբացման process-ի մեջով չի անցկացնում։ Դրա համար անմիջապես հետո ասում է, ին ворցյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, այսինքն խոսքը վերաբերում է ворցյակներին եւ կա եկեղեցու մեջ կատեգորիա, որ իրեն համարում է վերստին ծնված կամ հավատացյալ, բայց իրականում Աստծո հետ հարաբերություն չունի։ Դա մարակյացում է, թե տեսեք մի եղբոր
մի եղբորի նկատի ունի եկեղեցում այն իրեն եղբայրը համարում, բայց եթե տեսնեք, որ նա մեղք կա գործում մահացու, այսինքն որն է մահացու մեղքը, մի մեղք, որ այդ անձը ապաշխարություն չունի, եթե տեսնեք նրա մեղքը, նրա համար մի աղոթեք, որ այդ մեղքը Տերը ների, աղոթեք, որ Աստված նրան ապաշխարության բերի, դարձնի որդի, նոր հետո նրա մեղքի համար աղոթեք, որ ներվի, որտեղ նրա մեղքի համար քավություն չկա, նա արդեն դատապարտված է, նրա ամեն մի մեղքը նրան ավելի խորացնում է դատապարտության մեջ։ Դրա համար կա երկու այս կատեգորիան, Աստծո որդիների համար աղոթել, որտեղ Հովանու թուղթը հենց այս խնդիրն է ցույց տալի, Աստծո որդիներ եւ սատանայի որդիների միջալոց եկեղեցու մեջ։ Այսինքն նրանք, որոնք կրոնավոր են, այս սկզբունքի մեջ առաքյալը առաջակաշում է սկզբունք եւ արդեն ասում է երկրորդ համարում, ին որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, եւ եթե մեկը մեղանչե, բարեխոս ունենք հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին, ին որդյակներ, ով ունի Հիսուս Քրիստոսին բարեխոս, որդյակները։ Եվ նա քավությունը մեր մեղքերի համար եւ ոչ միայն այդ բոլոր աշխարհքեր, այսինքն նրա քավությունը ամբողջական է ամեն հավատացյալների համայնքի համար։ Հիմա տեսեք, այս առումով, երբ որ մենք սա խոսեցինք, ցույց տվեցինք, որ սխալ ձևավորված ավանդույթ կա, երբ որ անձը հասկանալով հաղորդության խորհրդի նշանակությունը, որը Տիրոջից մեզ ուղարկի փոխանցված պատվիրան է, որը այո եկեղեցում ձևավորված ավանդույթ է, Քրիստոսի պատվիրանով ստացած, որը հանդիսանում է նոր ուխտի նշան, ինչպես նաև մկրտությունը, երբ որ մենք սրա իրական խորհրդի նշանակությունը ծռում ենք, այսինքն ինչ ենք անում, մենք ասում ենք, որ այստեղ այս հատվածում, այս երբ որ առաքյալն անդրադառնում է Կորինթոսի 11-րդ գլխում, առաջի թղթի նամակի 11-րդ գլխում, դատապարտություն ուտել եւ անարժանաբար մոտենալ սեղանին, երբ որ ծռում ենք եւ ասում ենք, որ սա նշանակում է, որ մենք ինչ որ մի մեղքի առումով հանցանքի զգացում ունենք։ Սրա հետ կապված չի, դա համար ես ասացի, սա սխալ ձևավորված ավանդույթ է։ Ուրեմն շատ կարևոր է մենք հասկանանք, որ ընդհանրապես հաղորդությունը այն խորհուրդն է Քրիստոսի քավությունը, որ մեզ մղում է մեր մեղքերը խոստովանելու եւ առավել եթե մենք գիտենք այդ օրը հաղորդությունը հիշելու ենք Տիրոջ կատարածը, առավել պիտի խոստովանենք մեր մեղքերը, ում հանդեպ գործել ենք եւ Աստծո հանդեպ եւ մոտենանք ճաշակենք հաղորդությունը, ոչ թե մենք համարենք մեզ անարժան եւ զրկենք մեզ հաղորդությունից։ Իսկ ընդհանրապես մենք երբ ենք արժան Քրիստոսի կատարածի համար, երբեք մենք արժան չենք։ Հենց մենք անարժան ենք, որ Քրիստոսն է մեզ արժանացնում։ Եթե մենք արժան լինեինք, Քրիստոսի քավության կարիք չկար։ Տեսեք, սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որտեղ ամեն մի բառի տակ մարդիկ դրել են սխալ բովանդակություն եւ ձևավորվել է սխալ ավանդույթ։ Հիշում եք, ես շեշտեցի, որ ավանդույթը ինքը ամեն դեպքում շատ մեծ կապ ունի Աստծո խոսքի ճշմարտության հետ եւ այն ավանդույթը, որը կտրված է Աստծո խոսքից, ինքը ունի կարևոր վտանգներ։ Առաջինը, այդ ավանդույթը չի տալի այն արտադրանքը, որը պիտի տար հավատացյալի կյանքում մարդ եւ Աստված հարաբերության մեջ։ Եթե այդ ավանդույթը լոկ վերածվել է ծեսի եւ վերածվել է արարողակարգի, կտրվել է այն ճշմարտությունից, որի հիմքում ինքը որպես ավանդույթ ձևավորվել է, այդ ավանդույթը ավելի մարդուն մղում է կրոնավորության, ավելի մարդուն մղում է ֆորմալիզմի, այսինքն ձևականության, քան թե իրական աստվածպաշտության։ Սա առաջի վտանգն է։ Այսինքն տեսեք, ավանդույթ, իրականում ավանդույթի հիմքում պիտի ինքնած լինի Աստծո խոսքի ճշմարտությունը, անսխալական խոսքը, եւ այդ անսխալական խոսքի համար ձևավորված ավանդույթը, երբ որ մենք կատարում ենք, ի նկատի ունենք մեր ուշադրության շեշտը այդ խոսքի ճշմարտության վրա է, նոր այդ ավանդույթը մեր կյանքում շինություն է լինում։ Իսկ եթե կտրված է այդ խոսքից, այն ուղղակի մեզ մղում է կրոնավորության, ծիսակատարության եւ արարողակարգի աստվածպաշտության կյանքում։ Սա առաջի վտանգը։ Երկրորդ վտանգը, երբ որ Աստծո խոսքից ինքը կտրված է, նաեւ վտանգ կա, որ այս ավանդույթը կատարելով ի վերջո մենք այս ավանդույթին շատ հեշտ կտանք մեկ այլ նշանակություն եւ սա հենց սնոտիապաշտության սկիզբն է դնում մեր կյանքում։ Այսինքն տեսեք, ավանդույթը եթե խոսքից կտրված չի, խոսքը պահում է եւ թույլ չի տալի, որ դուք դրան ուրիշ նշանակություն տաք, բայց եթե խոսքից կտրված է, ինքը նեյտրալ մնացել է լոկ ավանդույթ արարողակարգ, ի վերջո դուք դրան կտաք այլ նշանակություն, ինչպես շատերը հաղորդությանը տալիս են մի հատկություն, որ հաղորդությունն մասնակցելուց մեր մեղքերը ներվում է։ Տեսեք, դրանք արդեն մեր սնոտիապաշտության, ինչպես է, սա սինկրետիզմ ընկալումն է, այսինքն մի արարողակարգի, մի ցեցակատարության մենք ենք տալի մեր պատկերացումից ելած նշանակությունը, ոչ թե Աստծո խոսքը, այսինքն Աստծո խոսքը, քանի որ կտրվել է, ավանդույթը մնացել է լոկ նեյտրալ որպես արարողակարգ եւ ծես, այդ ժամանակ ինքը վտանգ ունի, որ այն կվերածվի ձեր կողմից սնոտիապաշտության ինչ-որ մի վարքի։ Դուք դրան տալիս եք ձեր նշանակությունը եւ հավատում եք ձեր տված նշանակության, բայց որը Աստծո հետ հարաբերություն չի շտկում, քանի որ Աստծո խոսքի հետ կապ չունի։ Սա կարևոր սկզբունք է։
Ուրեմն խոսքը իր հիմքում չունեցող ավանդույթի այս 3 կարևոր վտանգները։ Առաջինը, այն արտադրանք չի տալի ձեր կյանքում Աստծո հետ հարաբերության մեջ, քանի որ չկա խոսքի ճշմարտություն, դուք այն պահում եք, կատարում եք առանց հասկանալու թե ինչի համար։ Երկրորդ, այսինքն առաջինը սա, որ չի տալի արտադրանք Աստծո հետ հարաբերության մեջ, չի ավելացնում որևէ մեկ միավոր ձեր պաշտամունքը կամ ձեր մտերիմությունը Աստծո հետ։ Աստված ճանաչություն չի տալիս։ Երկրորդ կարևոր սկզբունքը, այդ ավանդույթը, որը կտրված է Աստծո խոսքից, նեյտրալ վիճակում երբ որ կա, կարևոր է տեսեք։ Այն մեզ առավել կմղի կրոնավորության, ծիսակատարության եւ արարողակարգին տեղ տալուն, քան թե Աստծո խոսքին անդրադառնալուն։ Այսինքն մեր աստվածպաշտությունը ամբողջանում ու արարողակարգեր եւ ծեսեր կատարելով։ Արել եմ, ուրեմն ամեն բան նորմալ է։ Սա երկրորդ վտանգը։ Երրորդ վտանգը, երբ որ արարողակարգը կամ ծիսակատարությունը կամ ավանդույթը վերածված արարողակարգի ծիսակատարության կապը կտրվել է Աստծո խոսքի հետ, ի վերջո մենք նրան տալիս ենք արդեն մեր նշանակությունը։ Սա սնոտիապաշտության հիմքն է։ Սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Սինկրետիզմը, երբ որ օրինակ մարդիկ կարան թուղթուգիր անեն, բայց Հիսուս Քրիստոսի անունով կիրառում են Հիսուս Քրիստոսի անունը, սակայն թուղթուգիր են անում։ Սա սինկրետիզմ է, այսինքն վերցնում են ճշմարիտ աստվածպաշտության ինչ-որ մի տար եւ կիրառում են հեթանոս աստվածպաշտության պաշտամունքի մեջ։ Սա նույն, այս 3 կարևոր վտանգը կա, եթե ավանդույթը կտրվել է կապը Աստծո խոսքից, անսխալական խոսքից։ Հիմա սրանից հետո, երբ որ մենք խոսեցինք, հարց առաջացավ, թե Արմեն եղբայր, եթե մենք հասկանում ենք, որ այսինքն այն իրար մոտ ժողվելը, որպես նաև տերունական ընթրիք, Աստված օգտագործում է, որպեսզի մեկս մյուսի կյանքում շինություն լինենք, եւ մենք այդ պարագայում չենք բարձրացնում այն հարցերը, որոնք իրենց շուրջ տարաձայնություններ ունեն, այսինքն մի թեմա, որի հանդեպ կա տարբեր կարծիքներ, այդ մեր հանդիպման ժամանակ դա չենք բարձրացնում, իսկ այդ դեպքում ինչի երբ մենք կարանք այդ հարցերի լուծումը ստանանք, երբ մենք կարանք մեր եղբոր օգտակար լինենք այդ հարցերը բարձրացնելով։ Հիմա այս հարցի շուրջ մի փոքր էս մեր հավելում ուզում եմ որպեսզի ամբողջանա։ Սա այն թեման է, երբ որ մենք մոտենում ենք մեր եղբորը եւ հանդիմանում ենք որևէ մի մեղքի համար։ Տեսեք, սրա համար ես ուզում եմ անդրադառնալ ընդհանրապես Մատթեոս 18-րդ գլխին, բայց պետքա սկզբում հասկանանք։ Մի քանի կետեր մենք կնայենք այդ հատվածի մեջ, թե ինչին է սա վերաբերվում։ Մեր եղբոր համար մենք պիտի շինություն ունենք, սա առաջնայինն է։ Այսինքն որևէ մի հարցի շուրջ, նույնիսկ եթե մենք խոսում ենք մի թեմա, որը ունի տարաձայնություններ կամ տարբեր կարծիքներ տվյալ թեմայի շուրջ, մենք պետք է հասկանանք առաջինը, որքանով է, որ մենք համոզված ենք, որ մենք ճիշտ Աստծո խոսքի մեջ ենք, որքանով է մեր այդ թեմայի շուրջ իմացածը Աստծո խոսքի համաձայն, այն ուսումնասիրության արդյունքն է, թե մեր սուբյեկտիվ ընկալումն է այդ հատվածի։ Առաջերտին սա ամենակարևորն է եւ նոր մենք պետքա փորձենք եղբոր, այսինքն ինչպես ես կարդացի Եփեսացիս թղթում, սիրով պիտի փորձենք։ Հիշում եք Եփեսացիս 4 գլուխը ինչ է ասում։ Եփեսացիս 4 գլուխը ընդհանրապես Եփեսացիս թղթի կարևոր նպատակը հանդիսանում է Քրիստոսի մեջ կանչվածության վայել վարքը, այսինքն այն կանչվածության համաձայն մեր վարքը։ Սա Եփեսացիս թղթի ընդհանուր գլխավոր միտքն է, այն էկլեզիոլոգիայի կամ եկեղեցաբանության մեջ կարևոր թուղթ է։ Այնտեղ մենք տեսնում ենք եկեղեցու բնությունը, տեսնում ենք նրա միջի վարքը, հարաբերությունները, ամեն ինչին անդրադառնում է եկեղեցում ինչպես է հոգևոր շինությունը կամ հոգևոր հասակը կատարվում։ Եվ 4-րդ գլխում Առաքյալը այս մասին է խոսում, ասում Աստված պարգևներ տվեց մի քանիսին, հովիվներ, վարդապետներ, ավետարանիչներ, մարգարեներ, առաքյալներ, որպեսզի ասում Քրիստոսի մարմինը շինվի եւ ամենքս հասնենք Աստծո որդու ճանաչելու միաբանությանը եւ կատարյալ հասակ ունենանք Քրիստոսի հասակի պես եւ ոչ թե երեխա լինենք տարբեր վարդապետություններից այս կողմ այն կողմ գնացող։ Եվ այնտեղ օգտագործում է նավիգացիոն տերմին, որը ինչպես նավը ալիքներից այս կողմ այն կողմ է գնում, ասում այդպես չլինենք ինչպես երեխա, մանու կամ հասկացողություն չունեցող։ Բայց կարևոր է այնտեղ հետագայում ինքը, քանի որ շեշտը գնում է Քրիստոսի մեջ եղած մեր կոչումի համաձայն վարքի, ինքն անդրադառնում ասում է եւ 15 համարում, եկեք ընթերցենք այդ հատվածը, ցույց է տալի ինչպես մենք պետք է մյուսի կյանքում շինություն լինենք եւ կանադառնանք արդեն Մատթեոս 18-ին։ Տեսեք։ Ես կընթերցեմ Եփեսացիս 4:14, որ այլևս երեխա չլինենք երերված ու տատանված վարդապետության ամեն քամուցը մարդկանց խաբեությունով, որ մոլորեցնեն խաբեության խորամանկությունով։ Ուրեմն այստեղ շատ բարձ տեսնում ենք, որ եթե Աստծո խոսքի ճշմարտությունը չկա, այդ Աստծո խոսքը
սխալ մեկնաբանությունով ունենք, մենք ընկնում ենք այլ վարդապետությունների մեջ եւ չենք ունենում Քրիստոսին ճանաչելու միաբանության, այսինքն ճիշտ կատարյալ հասակը, որտեղ վերևում առաքյալը ասում է մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդին ճանաչելու միությանը, նույն կերպ ճանաչենք Աստծո որդին եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով։ Եվ անմիջապես արդեն 15 համարում ասում է բայց, այսինքն այս բայցը վերաբերվում է այդպես չլինենք, այլ այսպես լինենք, բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոս։ Եվ հետո ցույց է տալի 16 համարում, ինչպես է հավատացյալների որևէ ամեն մեկ անդամ մեկը մյուսին նպաստելով ձևավորում ընդհանուր Քրիստոսի մարմինը սիրով։ Ինչպես է գործվում այդ շինությունը։ Բայց 15 համարում, բայց ճշմարիտ լինելով սերի մեջ։ Այս հայերեն թարգմանությունը ամբողջական չի տալիս մեզ ճիշտ բովանդակությունը առաքյալի խոսքերի։ Բայց ճշմարիտ լինելով սերի մեջ, ռուսերենի մեջ առավել ասում է «но истинною любовью», այլ իրական անկեղծ սիրով, բայց իրականում առաքյալի տված շեշտը ինչի մեջ է։ Բայց ճշմարիտ լինելով սերի մեջ, հայերենը մի քիչ մոտիկ է։ Ցույց է տալի, որ այն սերը, այն հարաբերությունը Աստծո հետ, որ դուք ունեք, այն ձեր կյանքում շինություն է եղել արդեն, այսինքն ձեզ փոխել է։ Աստծո հետ ձեր այդ հարաբերությունը, այդ սերը, որ Աստված ձեր հանդեպ գործել է, այդ սերը ճանաչելով, նրա շնորհքը ճանաչելով ձեր կյանքում փոփոխություն է եղել։ Այսինքն դուք ճշմարտությունը ոչ միայն որպես ինֆորմացիա ունեք, այլ ճշմարտությունը ձեր կյանքը փոխել է, հիմա այդ փոխված կյանքով այդ նույն ճշմարտությունը փոխանցեք ձեր դիմացինին։ Տեսեք։ Այսինքն այստեղ այնպես չի, որ մենք ճշմարտությունը ունենք, հիմա մի քիչ սեր ցանենք եւ մատուցենք։ Տեսեք, այսինքն այս սերով մատուցենք։ Այդպես չի։ Եթե մենք ասենք սերով մատուցենք, շատ հարցեր կառաջանա։ Իսկ ի՞նչ է նշանակում սերով մատուցել։ Առաքյալն ուղղակի ասում է, բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ։ Այսինքն արդեն սերը, այսինքն Աստծո հետ հարաբերությունը ձեզ փոխել է, այդ փոխվածությունով հանդերձ ճշմարտությունը փոխանցեք։ Եվ այդ փոխվածության հետ կապված Աստծո շնորհքը դուք արդեն հասկացել եք ինչպիսին եք դուք, ինչ արի Աստված ձեզ համար։ Եվ հիմա հասկանալով նաև ինչպիսին է ձեր եղբայրը, որ դուք առաջ այդպիսին եք, նրան տվեք այնպես, որ շինություն լինի նրա կյանքում։ Շատ հաճախ նրան համբերելով, խոնարհվելով նրա առաջ, այսինքն նրան փորձելով նրա օգուտը եւ նրան բարձրացնելը։ Այսինքն այստեղ արդեն դուք փոխված, ինչպես Աստված ձեզ խոնարհեցրեց, այդ խոնարհությունով, այդ փոխված լինելով, սերը ճանաչելով, փոխանցեք այդ սիրով այդ ճշմարտությունը։ Եվ այդ ճշմարտությունը կսկսի շինել։ Այդ ժամանակ այնք է 16 համարում ասում է, որ բոլոր մարմինը միասին կազմելով, մեկը մյուսին հարմարվելով, մարմինը շինվի, ամեն մի մկանը շինվի մեկ հոդվածի պես։ Սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Ուրեմն երբ որ հարց են տալի, արմեն եղբայր, այդ դեպքում, եթե մենք մեկտեղ հավաքվելու ժամանակ չենք բարձրացնում այդ հարցերը, երբ կարելի է բարձրացնել, եկեք անդրադառնանք արդեն Մատթեոսին։ Եվ ես որոշ առումով արդեն տվեցի մի կարևոր սկզբունք։ Ամեն դեպքում մենք պիտի հասկանանք, որ մենք միշտ ունենք տարաձայնություններ, որովհետև մենք ընդհանրապես տիեզերական եկեղեցու մեջ Քրիստոսի եկեղեցին միշտ ամեն դարաշրջանում ունի տարբեր հասակի հոգևորներ, կա հոգևոր հասուն անձ, կա հոգևոր տկար անձ, եւ հոգևոր հասունները առաքյալ իր խոսքի մեջ ասում է, զորավորները հոգևոր զորավոր, այսինքն դա նշանակում է հոգևոր հասուն, այն պիտի վերցնի տկարի տկարությունը։ Այն պիտի վերցնի տկարի տկարությունը, այսինքն պիտի առավել շեշտը դրած է նրա վրա, թե ինչպես կվարվի, այսինքն ոչ թե գայթակղություն դառնա տկարը, տկարը հակված է գայթակղվելու, այլ ուղղակի այն կովարքը պիտի այնպես լինի, որ նրա օգուտը փնտրի, այսինքն նրա շինությունն ունի, այսինքն տկարը պիտի հասկանա, որ դու իր օգտի համար ես անում։ Այսինքն այստեղ դրա համար մեր մոտեցումը, երբ որ մենք մոտենում ենք հանդիմանելու, ցույց տալու, որ մենք ճիշտ ենք, դու սխալ, միգուցե դուք ճիշտ եք, ինքը սխալ, բայց ձեր այդ մոտեցումը կարա քանդի, թույլ չի տա, որ այն շինվի։ Դրա համար մենք պետքա ցույց տանք նրան ճշմարտությունը եւ որևէ մեկը չի կարող որևէ մի անձի համոզի, եթե Աստծո հոգին նրա մեջ չներգործի եւ նրան ցույց չտա ճշմարտությունը։ Դրա համար որպիսի չլինի, որ այդ անձը ընկալի, որ մենք մոտենում ենք մեր ճշմարտությունն առաջ քաշելու, այլ Աստծո ճշմարտությունը, որ նրան օգտակար լինի, այս դրա համար մենք հիմա կանադառնանք Մատթեոս 18-ի, թե ինչպես պիտի մոտենանք։ Եկեք կանադառնանք այդ հատվածին։ Ուրեմն մենք հիմա պատասխանում ենք հավելումով ընդհանրապես այս հարցին, իսկ երբ կարելի է տարբեր տարաձայնություն ունեցող հարցերի շուրջ մոտենալ եւ շինություն լինել։ Հիմա տեսեք։ Մատթեոս 18-15-ում ուղղակի Հիսուս Քրիստոս տալիս է դիսցիպլինան կամ կարգ ու կանոնը, ինչպես պիտի կիրառվի եկեղեցիում, եթե եղբայրը մեղանչել է։
Հիմա որպեսզի այս մոտեցումը ունենք, միշտ հիշեք, որ համատեքստը միշտ թագավորում է, համատեքստը մեզ օգնում է հասկանալ ճշմարտությունը։ Համատեքստի մեջ հենց առաջի հատվածներից Քրիստոսը ցույց է տալի, որ մեր ամեն մի մոտեցում կապված է մոտենալ կորածին, որպեսզի նրան շահենք Քրիստոսի համար։ Եկեք ընթերցենք, ես ընթերցեմ 11, որովհետև մարդի որդին եկավ, որ ապրեցնե կորածը։ Մարդի որդին եկավ, որ ապրեցնե կորածը։ Քրիստոսը չեկավ դատապարտելու, Քրիստոսը եկավ կորածը գտնելու եւ կորածին վերականգնելու։ Հիմա ինչպես է երևում ձեզ, եթե մի մարդի 100 ոչխար ունի եւ սրանից դուք ցույց որ կթողի 99-ը եւ այդ մեկ կորածի հետևից կգնա։ Այսինքն մենք պետքա կարևորենք մեր եղբորը որպես կորած, այսինքն որպես որևէ մեկ ճշմարտություն չիմացող, որը կարող նպաստի նրա կյանքում բացասական դրույթով։ Պետք է սա հասկանանք, որ մենք ուզում ենք մեր եղբորը օգնածենք, որ մեր եղբայրը շինություն ունենա, ոչ թե այդ սխալ ընկալումը նրան վնասի։ Այս միտումը ամենակարևորն է։ Հիմա սա պիտի լինի մեր նրա մոտ գնալու պատճառը գլխավոր, որ մենք ուզում ենք մեր եղբորը օգնենք։ Այսինքն սա, դրա համար այս օղակների մեջ ենք ասում։ Եվ եթե լինի, տեսեք, եւս կընթերցեմ, հետևից ասում է Եվ եթե լինի որ գտնենք նրան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրա վրա ավելի կուրախանա, քան թե այն 99-ի վրա, որ չէր մոլորված։ Այսինքն ուրախությունը գալիս է գտնվելուց, այսինքն մեր մոտեցումը եղբորը նրան շահելու համար է, Քրիստոսի համար նրան շահելու։ Ոչ թե որ մենք ցույց տանք, որ մենք ճիշտը գիտենք, դու չգիտեիր։ Տեսար, որ ես ճիշտ եմ ասում։ Այսինքն սրա այս մոտեցումը գտնելու մոտեցումը չի, այս մոտեցումը քո անձի շահը փնտրելու մոտեցումն է, ոչ թե կորածին գտնելու, ոչ թե նրա օգուտը, այլ քո օգուտը գտնելու համար։ Սրա համար ասում եմ մի մոտեցի։ Եվ հիմա հետևից արդեն մոտենում ենք 15-ի, 14-ում ասում այսպես ձեր հայրը որ երկնքում է, չի կամենում որ այս փոքրից մեկը կորչի։ Այսինքն ձեր հայրը առավել արդեն շահագրգռված է, որ այդ կորածը վերականգնի։ Այսինքն այստեղ ոչ թե միայն դուք եք ուզում որ նա ճշմարտությունն իմանա, որ այդ հարցի սխալ լուծումը ի վերջո ճշմարտության մեջ կա, այլ ձեր հայրն է դա նաև ուզում։ Եվ ձեր հայրը ուզում է որ դուք մոտենաք, սակայն արդեն հիմա տեսնենք ինչ սկզբունքներից կամ ինչ սկզբունքներ պիտի կիրառվի։ Տեսեք, եւ արդեն 15 մար, եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչե, գնա նրան հանդիմանի, երբ որ դու եւ նա մենակ լինեք։ Եթե քեզ լսե, քո եղբայրը շահեցիր։ Նպատակը քո եղբորը շահելն է Քրիստոսի համար։ Քո նպատակը պիտի չլինի երբեք քո ճշմարտությունը ավելի ցույց տալը, որ ցույց տաս որ նա սխալ է։ Հիմա տեսեք, շատ ձեռագրերի մեջ եւ նաեւ ավելի վաղ ձեռագրերի մեջ չկա այս բառը, որը թարգմանության մեջ հիմա մենք կարդում ենք։ Եվ եթե քո եղբայրը քեզ դեմ, այդտեղ չկա քեզ դեմ բառը։ Որոշ ձեռագրերի մեջ կա, ավելի ուշ ձեռագրերի մեջ, բայց ավելի հին ձեռագրերի եւ ընդհանրապես ավելի շատ ձեռագրերում չկա։ Այնտեղ կա եթե քո եղբայրը մեղանչե, գնա եւ հանդիպ։ Չի ասում եթե քո դեմ, որտեղ շատերը ունեն նաև սխալ վարդապետություն խոսքի ուսումնասիրությունից, ասում են այստեղ խոսքը գնում է եթե քո դեմ մեղանչ, եթե ուրիշի դեմը մեղանչ է, դու մի գնա։ Այսինքն տեսեք, սա սխալ սկզբունքն է, որը մենք պետք է հասկանանք։ Ուրեմն այստեղ խոսքը գնում է մեղանչելու մասին, որ քո եղբայրը եկեղեցում մեղանչել է, եւ եթե քո եղբայրը ուշադիր նայ կարևոր բան նպատակը քո նրան մոտենալու նրան շահելն է։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Եկեք ընթերցենք մինչև վերջը եւ ամբողջացնենք, այստեղ կերևա թե ինչպես մենք պետք է մոտենանք եւ ինչ պիտի անենք եւ ինչ պիտի չանենք, նաեւ խոսենք այս մասին։ Որպեսզի ամբողջանա մեր այն հատվածը, որ եթե ես հանցանքի զգացում ունեմ, պետք է մոտենամ հաղորդության սեղանին եւ երկրորդ կարևոր սկզբունք հաղորդությունը շատ կարևոր է, որտեղ մեր իրար մոտ գալը այդ կոնտեքստի կարևոր սկզբունքն է։ Իրար մոտ ժողվեք եւ առաքյալն ասում է ոչ թե խոսքը գնում էր հաղորդության մասին, առավել խոսքը գնում էր իրար մոտ ժողվելու մասին, այդ ընդհանուր ընթրիքը տերունական, որի մեջ բաժին էր կազմում նաեւ այդ հաղորդությունը, այսինքն այդ ընթրիքը ճիշտ չընկալելուց եւ այդ հաղորդությունը նաեւ այդ ընթրիքի ընթացքում ճիշտ չընկալելուց անձը հանդիսանում էր արդեն անարժան, այսինքն չէր հասկանում Քրիստոսի կատարածը, այստեղ ոչ թե խոսքը անարժանության վերաբերվում էր մեր գործած մեղքին եւ մեր մեղքի հանցանքի զգացումին, այլ այդ ընդհանուր այդ սեղանի մասնակցելու հասկացողությունը չունենալու, այսինքն Քրիստոսի կատարածի հանդեպ տգետ լինելու։ Դե հիմա տեսեք, եկեք ընթերցենք, եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչե, գնա նրան հանդիմանի, երբ որ դու եւ նա մենակ լինեք։ Եթե քեզ լսե, քո եղբայրը շահեցի։ Կարևոր շեշտ կա, եթե քեզ լսե։
Հիմա եթե քեզ լսելը ոչ միայն կապված է մեր ասելու հետ, նաև մեր ասելուց է կապված, այլ նաև Աստծո ներգործության հետ է կապված։ Դրա համար ամեն ինչից առաջ պետք է աղոթ կարվի, ամեն ինչից առաջ այդ եղբորը պիտի Աստծուն հանձնեք, այդ եղբոր համար աղոթենք, որպեսզի Աստված նրա սիրտը բացի, որպեսզի այդ եղբորը ճիշտ ընկալի, որ մենք մոտեցել ենք նրան նրա շահի համար, ոչ թե մեր անձը բարձրացնելու համար, այլ նրան օգնելու համար։ Նա պիտի սա ընկալի, եւ սա սիրով մոտենալն է։ Հիմա տեսեք, բայց եթե չլսե, վերար մեկ կամ երկու ուրիշին էլ քեզ հետ, որտեվ երկու կամ երեք վկայի բերելով ամեն բան կհաստատվի։ Այսինքն մեկ կամ երկու հոգին ուղղակի այն սկզբունքն է, որ անձը կհասկանա, որ դու քո վրեժխնդրությունից չես մոտեցել իրեն, դու քո սուբյեկտիվ անձնական ընկալումներից չես մոտեցել, այլ խոսքը վերաբերվում է Աստծո խոսքի հանդեպ իր սխալ ընկալմանը, այսինքն Աստծո խոսքի հանդեպ է ինքը սխալ, ոչ թե դու նրան սխալ ես տեսնում քո անձնական սկզբունքներով, քո անձնական արժեքներով։ Այսինքն այս 2-3 հոգին ուղղակի ցույց են տալի, որ այո, եղբայր, այս անձը իր անձից չի մոտեցել քեզ, այլ քո արածը իրականում հանդիսանում է մեղք Աստծո խոսքի համաձայն։ Սա 2-3 հոգին է, եւ 5 կտակարանում մենք ունենք այս վկայությունը, որ 2-3-ի վերանով վկայությունը կհաստատվի, որովհետեւ միայն մեկով կարծես թե դառնում է սուբյեկտիվ, անձնական, միգուցե քո անձնական մոտեցումն է, որ մոտեցել ես նրան։ Իսկ 2-3-ը ցույց է տալի, որ այո, նրա կատարածը ինչ որ առումով հասարակության մեջ է համարվում մեղ։ Եվ դրանից հետո, բայց եթե նրան էլ չլսե, նրանց էլ չլսե, ասիր եկեղեցուն։ Այսինքն եթե այս երկու ուսինը չլսե, այսինքն այստեղ առաջերտի տեսնում ենք նրա շահը փնտրելու մեջ, պետք չի անմիջապես բոլորին հայտնել։ Մենք թողնում ենք, որպեսզի այդ հարցը լուծվի նեղ օղակներում։ Այսինքն այդ եղբոր հանդեպ թույլ կարծիք չլինի բոլորի մոտ, բայց եթե չլսե, եթե շարունակում է համառել եւ շարունակում է իր ընկալածը, իր վարքը վերագրել որպես սրբության, չի տեսնում այդ իր վարքի մեջ մեղք, ասում է հայտնի եկեղեցուն։ Եվ եթե ամբողջ եկեղեցին նրան ասի այո, քո վարքը, քո սկզբունքը մեղք է Աստծո խոսքի համաձայն, եւ եթե եկեղեցուն էլ չլսե, ասում է թող ինքը քո համար լինի որպես եթանոս։ Այստեղ կարևոր սկզբունք կա, որ կուզեմ անդրադառնանք։ Առաջին հերթին դուք պետք է պատրաստ լինեք, երբ որ անձնական առաջինը տեսեք անձնական մոտեցումն է, եւ իմիջիալից այստեղ կա խնդիր, շատերն ասում են սա կոնկրետ ում համար է հավատացյալ եղբոր, ոչ, իրականում ինքը շրջանակը շատ մեծ է, դուք կարաք մոտենաք նաեւ մի եղբոր, որը անհավատ է, որ եղբայր է կոչված, նորից եմ ասում, որտեղ սովակները կա, որը եկեղեցում իրեն համարում է եղբայր, կարակ, բայց անհավատ է, կարակ նաև նրան մոտենակ, որտեղ ինքը եկեղեցու արտերում է։ Իսկ եթե հանդիմանությունը վերաբերվում է դրսի մարդկանց աշխարհին, դրա հետ կապ չունենք, որտեղ առաքյալ ասում է, չէ որ դուք ներսիները պիտի դատեք, դրսիների համար ես ձեզ չեմ ասում։ Դրսինները Աստծո բարկության որդիներն են, դրսիններին մեղքի համար հանդիմանելու կարիք չկա, որտեղ նրանք արդեն բարկության որդի են, մեղքի տակ են։ Նրանք պիտի գան ներս, երբ որ նրանց վարքը ներսում սխալ կլինի, նոր կարանք նրանց հանդիմանենք որպես եղբայր։ Հիմա այս առումով, բայց եթե մեկը ներս է եկել, բայց ինքը եղբայր չի, նույնպես կարող ենք հանդիմանել, ցույց տալով, որ քո վարքը քրիստոնյա վայել չի։ Բայց նորից եմ ասում, այստեղ կարևոր է 3 մի քանի կետեր։ Առաջինը, մեր հանդիմանությունը պետք է լինի օբյեկտիվ։ Ինչ է նշանակում օբյեկտիվ։ Սա ամենակարևորն է։ Երբ որ դուք փորձում եք որևէ մեկին ցույց տաք նրա սխալ ընկալումը, խոսքի նաև Աստծո խոսքի հանդեպ, որը վերածվել է արդեն վարքի, պիտի օբյեկտիվ լինեք, պիտի ուշադիր լինեք, կարողանաք այդ անձին Աստծո խոսքով ցույց տաք նրա մեղքը։ Դուք ճիշտ, այսինքն դուք նաև պետք է ուշադիր եք, որ արդյոք այն հատվածները, որ բերում եք նրա մեղքը ապացուցելու համար, ճիշտ կոնտեքստից է վերցված։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե ճիշտ կոնտեքստից չի, ուրեմն ձեր հանդիմանությունը սուբյեկտիվ է, ձեր անձնական ընկալումից է, ոչ թե Աստծո խոսքից։ Սա շատ կարևոր է։ Առաջի հերթին համոզված պիտի լինեք, որ դուք ճշմարտությունը գիտեք, այսինքն ամբողջական ուսումնասիրության Աստվածաշունչ ուսումնասիրով ամբողջական եկել եք այդ ճշմարտության։ Դա ձեր անձնական խորհուրդը չի։ Հիմա սա պիտի լինի օբյեկտիվ, ոչ թե սուբյեկտիվ։ Ոչ թե ըստ քեզ, այլ ըստ Աստծո խոսքի։ Օրինակ, տեսեք, շատ կարելի է այսպեսի մի սկզբունք վկայել, որպեսզի ավելի հասկանալի։ Պատկերացրեք մի եղբայր, որը եկեղեցում է, ատամներ չունի, հիմա ամեն դեպքում ֆինանս չունի ատամների համար եւ հաց ուտելուց, երբ որ իրար այդ հաց եք ուտում, միգուցե նրա ուտելու ժամանակ չփչփոց զգա։ Պետք է արդյոք նրա չփչփոցի համար նրան առանձին մոտենակ եւ հանդիմանեք։ Ոչ, ինչի, որովհետեւ սերով չեք վարվի այդ ժամանակ, որովհետեւ դա Աստծո խոսքի սկզբունքը չէ, թե դուք օրինակ բերեք Աստծո խոսքից, ասեք Աստծո խոսքն ասում է, որ եղբայրներին գայթակղություն մի լինի, սխալ կկիրառեք Աստծո խոսքը։ Այսինքն դուք ինչ եք ասում։ Ուզում եք ասեք, որ այդ եղբայրը հաց չուտի, որովհետեւ դուք անուշաբար ձեր ախորժակով հացը ուտեք վերջացնեք, այսինքն այստեղ նրա շահը չեք փնտրում, ձեր շահն եք փնտրում։
Այսինքն սա սուբյեկտիվ մոտեցում է, սա ուղղակի Աստծո խոսքի մեջ չկա այս մոտեցումը, որ դուք մոտենաք եւ նրան հանդիմանեք։ Դրա համար եմ ասում, առաջինը պիտի լինի օբյեկտիվ։ Աստծո խոսքի ճշմարտությունը պիտի ձեզ ցույց տա, որ դուք մոտենաք եւ եղբորը օգտակար լինեք, ոչ թե սուբյեկտիվ։ Որովհետև տեսեք շատ պարագաներում մենք կարանք նաև համբերենք, որտեղ հիշում եք ինչ ասաց Պետրոսին Հիսուս Քրիստոսը, եթե քո եղբայրը քո դեմ մեղան չէ, եւ ապաշխարի եւ 7 անգամ մեղանչի օրվա մեջ եւ 7 անգամ էլ ասի ապաշխարում եմ նրան ների։ Այստեղ կարևոր արդեն սկզբուն կա, որը երկրորդի մեջ ենք տեսնում։ Երկրորդը, երբ տեսնում եք այդ եղբոր արարքը կոնկրետ մեղքի գործը, բայց սրբացման ընթացքի մեջ, այսինքն եղբորը տեսնում եք մեղքի դեմ պայքարելուց, բայց նաև տեսնում եք նրան այդ մեղքից հաղթվելուց, պետք չի նրան մոտենալ հանդիմանել, որտեղ արդեն պայքար կա այդ մեղքի հանդեպ։ Սա կարևոր է տեսնեք, այսինքն երբ որ տեսնում եք այդ եղբայրը այդ մեղքի համար ապաշխարում է, բայց չի կարողանում հաղթահարի այդ մեղքը, մի մոտեցեք եւ այդ մեղքի համար հանդիմանեք, նա արդեն գիտի, որ ինքը մեղք է գործում։ Այստեղ խոսքը վերաբերում է, եթե մի մեղք գործում է եւ չի ընկալում այն որպես մեղք, բայց եթե եղբայրն արդեն այն ընկալում է որպես մեղք, պետք չի նրան մոտենալ եւ ձեր իմաստությունը ցույց տալ իզուր ձևական որպես շոու։ Ինքը գիտի, որ մեղքը չի կարողանում հաղթել։ Նրա համար ավելի աղոտ կարեք եւ եթե կարաք օգտակար լինեք կերպերի մեջ ինչպես հաղթահարի այդ մեղքը, օգնեք կերպերով, բայց նրան հանդիմանել մեղքի համար պետք չի։ Սա կարևոր սկզբունքներից մեկն է։ Հիմա սա արդեն երբ տեսնում եք այդ սրբացման process-ի մեջ այդ մեղքը որ գործված է։ Մյուսը կարա հանդիմանությունը լինի, երբ որ անձը որոշ առումով նորից էլի սուբյեկտիվ է ընկալել, այսինքն վրեժխնդրությունից նրա կյանքում տեսել եք որոշ սխալներ եւ ձեր կյանքում կուտակվել է նրա հանդեպ բացասական կարծիք, որը եթե թույլ եք տվել դառնություն է դա կոչվում։ Այդ դառնությունը վերածվելու է վրեժխնդրության եւ եթե դուք վրեժխնդրությունը նույնիսկ ձեզ թվում է թե չի երևում, դուք այն կիրառելու եք։ Տարբեր լծակներ կա, որ դուք այն կիրառելու եք։ Այն որոշ առումով ձեր կյանքում նրա հանդեպ ինչ որտեղ կարելի ասել նաև նախանձ առաջացվի։ Այսինքն դուք անպայման ուզելու եք վրեժխնդիր լինեք, երբեք մի հանդիմանեք այս մղումից։ Երբեք մի գնացեք նրան ցույց տաք, այսինքն եթե ինչ որ մի ժամանակ ինքը ինչ որ մի սխալ արել է, բայց հետո այդ սխալը հասկացել է, բայց ձեր մեջ դեռ ձեզանից ներողություն չի խնդրել։ Եվ դա բերել է ձեր մոտ, այսինքն վրեժխնդրության սկզբունք է մնացել։ Եվ դուք կարծեք վրեժխնդրությունն եք արտահայտում, մուռ եք անում։ Այն ժամանակ, հիմա ես կասեմ, թող ինքը տեսնի, դրանից ելնելով որովհետեւ մեկ հանդիմանություն այդ եղբորը մի արեք։ Սա նույնպես կարա կործանարար լինի։ Այսինքն սա վրեժխնդրությունից ելնելով չի կարելի փորձել ճշմարտություն մատուցանել։ Եվ այս պարագայում այս 3 կարևոր կոմպոնենտը կա, որ մենք պետք է ուշադրենք։ Այս մեր հատվածում շատ կարևոր է հասկանանք առաջի շեշտը, հենց օղակները մեր ընդհանուր սկզբունքի համատեքստի ցույց է տալի, որ փնտրել կորածին, գտնել եւ ուրախանալ նրա գտնվածությունով։ Այսինքն այս առումով, երբ որ խոսքը վերաբերում է մեր եղբայրների կամ քույրերի տարբեր աստվածաշրջան հատվածների տարբեր սխալ ընկալումներին, նույն սկզբունքն է աշխատում։ Այո, դա ինչ որտեղ հանդիսանում է ճշմարտությունով հանդիմանել նրա սխալ սկզբունքը, սխալ ընկալումները, սակայն այնպես պիտի լինի, որ լինի օբյեկտիվ, այսինքն Աստծո խոսքի հիմքի վրա ուսումնասիրությունից առաջացած եւ աղոթքի սկզբունքը գործի դրած արդեն այսինքն որպեսզի Աստված նրա սիրտը բացի, որպեսզի այն ընդունի ձեզ որպես օգտակար, որպես դուք եկել եք նրա կյանքում օգտակար լինելու, նրան շինելու, նրա օգտի համար, ոչ թե ձեզ ցույց տալու համար, որ դուք գիտեք ինքը չգիտի, եւ կարեւոր երրորդ չլինի վրեժխնդրությունից, այսինքն չլինի ինչ որ մի բան, որ մնացել է ժամանակին նրա հանդեպ ձեր մոտ որպես կարծիք, դրանից մղված գնաք ձեր մուրը հանեք, ձեր վրեժը լուծեք այդ կերպով, եւ սա չլինի։ Եվ ամեն դեպքում սա չի նշանակում, որ մենք միշտ պիտի համբերենք եւ շատերը սխալ նույն ծայրահեղություն է եւ նույնպես ձևավորված ավանդույթ, երբ որ հանդիմանս ասում չէ որ Աստծո խոսքը մեզ ասում է մենք միշտ պիտի ներենք, ոչ եղբայրներ, մենք պիտի չներենք այն մեղքը, որը կարա վնասի եկեղեցուն, մենք պիտի չներենք այն մեղքը, որը կարա վնասի մեր եղբորը, եթե մենք նրան սիրում ենք։ Սա շատ կարևոր է, այսինքն որովհետև մենք պիտի չներենք այն մեղքը, որը կարա վնասի եկեղեցու հեղինակությանը։ Սրանք կարևոր սկզբունքներ են, որ մենք պետք է անդրադառնանք։ Ուրեմն այս ամենի հետ մեկտեղ 3 կարևոր կետը պետք է լինի օբյեկտիվ, Աստծո խոսքի վրա հիմնված մեր հանդիմանությունը եւ երկրորդը տեսեք
շատ կարևոր է։ Այն մեղքի համար, որի համար անձը չի պայքարում, այսինքն սեփացման ընթացքի մեջ չի, ինքը դա չի հասկանում, որ մեղք է։ Գնացեք այդ ժամանակ, այսինքն պետք չի որ տեսնեք, եթե պայքարումա չի կարողանում հանդիմանել, ինքը արդեն հասկացել է մեղքը, այդ պայքարումա դերը, բայց չի կարողանում հաղթի։ Այդ ժամանակ օգտակար եղեք ինչ միջոցներով հաղթի։ Սա նույնպես եւ երրորդ կարևորը, որպեսզի չլինի վրեժխնդրությունից, այսինքն չլինի ինչ որ առումով նույնպես սուբյեկտիվ ընկալումներից հանդիմանություն։ Սա ամենակարևորը։ Հիմա որպեսզի ամբողջանա, տեսեք, ընդհանուր առմամբ եկեղեցին մեկտեղ գալով այն գալիս է շինության համար։ Այդ ժամանակ դուք դրեք ձեր կյանքում ձեր այն օգտակար սկզբունքները, ճանաչելով Քրիստոսին որպես շնորհ, այդ ժամանակ իրար հետ հարաբերվեք, իրար ավելի մոտեցեք, իրար ճանաչեք։ Այդ ժամանակ պետք չի բարձրացնեք այդ հարցերը, որովհետև եթե բարձրացնեք այդ հարցերը, առավել ձեր իրար մոտ գալը ոչ թե լավագույնի կնպաստի, այլ վատ թարագույնի, ինչպես Առաքյալն ասեց առաջի Կորինթացիս 11-րդ գլխում։ Երկրորդ, երբ որ կունենաք առանձին ժամանակ մենակ մոտենալ նրան, ոչ բոլորի առաջ, մենակ իմանալով, որ այդ եղբայրն ունի այս սխալ ուսուցումը, մոտեցեք նրան առանձին եւ մոտենալով առանձին կիրառեք, զգուշ եղեք այս 3 կարևոր կետերից։ Կիրառեք առաջի հերթին նրան օգնելու խորհուրդը, որպեսզի օգնեք, պատրաստված եղեք։ Շատ լավ կլինի, որ եթե նույնիսկ ինչ արգումենտներ է ինքը բերում հապացուցելու իր սխալ ընկալումը, փորձեք նաև ցույց տաք այդ արգումենտների իր սխալ բերած, այսինքն այդ արգումենտները, որի վրա հիմնվել է այդ հասկացողությունը, ցույց տվեք, որ դա այդպես չի, բայց սիրով, իհարկե սիրով պետք է հասկանանք, կիրառելով Աստծո խոսքի ճշմարտությունը, այսինքն որպեսզի անձը համոզվի, որ ոչ թե դուք եք իրեն հանդիմանում, այլ Աստծո խոսքն է իրեն հանդիմանում, այլ ինքը Աստծո խոսքի հանդեպ է սխալ ընկալում ունի, ոչ թե ձեր հանդեպ, ոչ թե ձեր սուբյեկտիվ մոտեցումն է, այլ Տերը ձեզ օրհնի, փառքի համար, սա ամենակարևոր սկզբունքներն է, որ ես ուզեցի անդրադառնանք, բեր այս հավելումի մեջ ավելի մեզ համար ավելի հասկանալի դառա, որ ամեն դեպքում հաղորդությունը, որը մեզ մղում է խոստովանության, երբեք չպիտի հանդիսանա անարժան մոտեցում, եթե դուք ունեք մեղքի զգացում։ Ընդհակառակը, ձեր այդ հանցանքի զգացումը ավելի պիտի ձեզ մղի, վազեք դեպի այդ խոստովանություն եւ ճաշակեք հաղորդությունը, քանի որ այն հանդիսանում է մեղքի կապ։ Այդ ձեր գործած մեղքի համար Աստված արդեն քավություն արել է, կիրառեք այդ քավությունը, այսինքն ավելի մխիթարվեք եւ թող ուրախություն գա ձեր կյանք, որտեղ Տերը ձեզ ներել է։ Բայց իհարկե հասկանում ենք, որ մեղքի այդ հանցանքի զգացումը մեզ մղում է, որ մենք այդ մեղքից առավել հեռու ենք, ոչ թե գանք ճաշակենք, նորից գնանք հանգիստ մեղք գործենք, սա մասին չի խոսքը, այլ ավելի սրբացման ընթացքի մեջ պետք է մոտենանք հաղորդության, ոչ թե մեզ համարենք անարժան։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։